Ողջույն բոլորին։ Այսօր իմ երկու խոհանոցում ես պատրաստում եմ շերտավոր խմոր։ Ես բազմաթիվ բաղադրատոմսեր եմ փորձել, բայց վերջ-ի-վերջո կանգ եմ առել այս եղանակի վրա, որով պատրաստելուց արտակարգ արդյունք է լինում եւ չի եղել դեպք, որ այն լավ չստացնի։ Իմ բաղադրատոմսը հետևյալն է. վերցնում եմ 4 զվի դեղնուց, մի փոքր հարելուց հետո ավելացնում եմ տաք 250 գրամանոց վարժակով 500 մլ ջուր։ Որից հետո 1 տուփ մարգարին 250 գրամանոց, 1 թեյ գթալ աղ, 1 թեյ գթալ կիտրոնի աղ, 1 ճաշի գթալ քացախ, 1 ճաշի գթալ օղի եւ մոտավորապես 1 կիլոգրամ ալյուր։ Աստիճանաբար սկզբում աշխատում եմ ամանի մեջ հունցել, այնուհետև աշխատանքային սեղանի վրա եմ փորձում եւ հունցում եմ այնքան ժամանակ, մոտավորապես 5-ից 10 րոպե, որ ստացվի ձեռքերին չկպչող էլաստիկ խմոր։ Ինչպես տեսնում եք, իմ ձևաչափը մի քիչ այսօր այլ է, քանի որ ազգային երգի կենթանի կատարմամբ չեմ հանդես գալու, առանց այդ էլ այս վիդեո տարբերակը երկար ստացվեց, բայց ֆոնային լսվում է նորից իմ երգը, կատարում եմ մեր սիրելի Հայրիկ Մուրադյանի «Մեր տանիտև» իմ շատ սիրած երգը։ Խմորին տալիս եմ գլանաձև տեսք, հավասար բաժանում եմ 6 մասի եւ թողնում եմ սառնանում մոտավորապես 1 ժամ հանգստանալու։ Դրանից հետո արդեն ցույց կտամ, թե ինչպես եմ բացում գնդերը եւ վրան տարածում մարգարինը։ Ես փորձել եմ նաեւ այն եղանակներով, որ չափաբաժին մարգարինի կամ կարագի քանակը միանգամից առաջին բացման ընթացքում դնում ես գնդերի մեջ եւ երկրորդ, երրորդ անգամ միայն բացում փակում ես։ Գուցե այս տարբերակով մի քիչ ավելի աշխատատար թվա, բայց ես սովորել եմ եւ նորից եմ կրկնում, շատ լավ է ստացվում, դրա համար ես միայն այս տարբերակով եմ անում։ Ես 2 տուփ մարգարինները հավասար բաժանում եմ 6-ական կտորների, ամեն գնդի համար 1 կտոր։ Եվ առաջին անգամ բացելուց եւ երկրորդ անգամ բացելուց այդ փոքր կտորները տարածում եմ գնդերի վրա։ Ես համոզված եմ, որ կլինեն մարդիկ, կքննադատեն, որ ես ձեռքով եմ քսում մարգարինը եւ ընդհանրապես ձեռնոցներ չեմ հագնում, բայց սկզբունքորեն, եթե ամեն ինչի գենիկ է արվում, ամենաճիշտը մատների ջերմությունը, տրամադրությունը հաղորդելն է, որովհետև կենթանի օրգանիզմը ուտելիքը, սնունդը, հատկապես խմորը, եւ երբ քո էներգիան փոխանցում ես մատներիդ, ձեռքերիդ միջոցով, այն ավելի համեղ է ստացվում, դա ապացուցում են մեր մանկության համեղ հիշողությունները, որտեղ մեր մայրերի ու տատիկների պատրաստած ճաշերը աշխարհի ամենահամեղ ճաշերն էին, իսկ նրանք ձեռնոց չէին հագնում, այլ իրենց դրական էներգիան մատների միջոցով, իրենց երգի, իրենց լավ տրամադրության միջոցով հաղորդում էին ճաշատեսակներին։ Նույն գործողությունը կատարում ենք երկրորդ անգամ խմորը բացելու ընթացքում, երկրորդ մարգարինը բաժանած հավասար 6 մասի, ամեն փոքրիկ կտորը տեղավորում ենք 6 գնդի մեջ եւ նորից թողնում ենք սառնանում 1 ժամ հանգստանա, որից հետո բացում ենք գնդերը երրորդ անգամ պարզապես առանց յուղային մաս քսելու, բացում, փակում ենք եւ 24 ժամ արդեն թողնում ենք սառնանում հաջորդ օրվա թխելու համար։ Ինչպես գիտեք, այս խմորը շատ ունիվերսալ է, նրանից պատրաստում են ամենատարբեր տեսակի խմորեղեն, տարբեր թխուկներ եւ տորթնապալյոն եւ զանազան կարկանդակներ, տարբեր միջուկներով, մի խոսքով ցանկացած տանտիկին, եթե այն ունի իր սառցախցիկում, ուրեմն հանգիստ է, որ ցանկացած պահի կարող է ունենալ ամենահամեղ խմորեղենը։